Ես ուղղակի այս ամբողջ նախ ուրախ եմ, որ բավարարեցի կամ որոշում այդ ձևով կայացրեցի, բայց առանցքային նշանակություն ունի այդ հարցը։ Ինչի հիման վրա են ապացույց մարդիկ ներկայացնելու։ Օրինակ, շենքեր գրառելու մասին, Համատեքնիկական գործողության պլանավորման մասին, ասում են, չէ, ձևագիր կա գրված, խոցակնություն կա, եթե չկա, դուք կարող եք ինձ համոզել կամ որևէ մեկը, որ դա ասենք չի գրել Արայիկ, ինչ հասնալը, Հարությունյանը։ Ոչ մեկ չի կարող դա, կներեք, որ այդ անունը տալիս, բայց միտքս այնպես է գրով։ Հետևաբար, արմատական խնդիրը, առանցքային հարցը դա, 6 ամիս շարունակ այս գործը գտնվում է մարդիկ քաղաքի տակ, հիմա մյուս երեսնած կամ պապաժան դատարան։ 6 ամիս շարունակ մարդը խորհրդանի ամբյոնից գլխավոր դատապած հնչեցրել է, որ փորձաքննությամբ պիտի ենթարկվեն, թե ձեռագրաբանական և թե նաև տեսալսողական։ Չի եղել 6 ամիս շարունակ, բայց մարդիկ անտերում, կանանքներում, տնից տեղից կտրված, զրկված, ինչի իման վրա։ Սա հարցը, բարոյական հարցը։ Երկրորդը, են որ ասում են Գալստանյանի բնակարան եկել գնացել։ Ես մարդ եմ, որի բնակարան չի եկել, բայց դրանք ինչեր են կոմունստատը։ Անկեղծ եմ ասում, ավտացեք սարկացու չկա ասած ես մեջ, ըստեղ մարդ չկա, արժ անգամ ավելի են դրսում երևի, որ բնակարան պետք եկել գնացել։ Ինչու են իրենք այնտեղ է դերքում, ինչու են ես 18-ը, ով է որոշել, որ ասենք Իգր Սարգսյանը խոսում է, հանկարծ Իգր Սարգսյանի խոսքին կտրվում է իշխան Սաղաթելյան, որը ձեր չի։ Այդ ոնց եղավ ապացույցն է, ես ուզում եմ առանցքային խնդիրը լուծել։ Դուք լսել եք այդ։ Այո, լսել եմ։ Ես չեմ լսել։ Պատվարժան դատարան, դրա համար հրապարակավ, այստեղ պետք է հետազոտել։ Բան չեմ ասում, ընդունում եմ, բայց մինչև այս հետազոտումը հաստատված փորձակնություն կա, որ սա ճիշտ է, 6 ամիս է ոնց է դες գործից, 6 ամիս, մի ամիս առաջ չի եղել, 15 օր առաջ չի եղել, 6 ամիս, խոստում է հնչել ազգային ժողովի ամբիոնից, գլխավոր դատախազի կողմից, եթե սրանք արժեքներ չէ, պատվարժան դատարան, հիմա վերքիք տվեք գնան, եթե սա արժեք չի, մեր պետության մեջ համակարգում, բա ինչն է արժեք, այդ խոսքը արժեք չի, նշանակություն չունի ինչ է ասել այդ մարդը, նշանակություն չունի, որ 18 հոգու կյանքի վրա ազդել է, հələ դեռ չեմ ասում, այն մարդկանց, որոնք շարունակաբար գրում են, խուզարկում են, մինչև այսօր, տները խուզարկում են, նեղություն են տալիս, ինչի իման վրա, սա առանցքային հարցը, պատվարժան դատը, կմահաճույքի հարց չի, ինձ նորից եմ կրկնում, կներեք պիտի կրկնեմ, ներողություն եմ խնդրում, ինձ մեղադրել է մարդը, քննչական կոմիտեի ղեկավար, ինձ ձեռքով գրված ահաբեկչություն պլանավորում եւ այլն։ Այդ պատճառով նաև քննչական կոմիտեն կանչել։ 6 ամիս է անցել։ Մի անգամ չի եղել ձեռագրաբանական որևէ քննություն, պատվարժան դատարան։ Ինչպես է այդ մարդը անպատասխանատու հայտարարություն անում։ Սա առանցքային խնդիր է։ Այսօր ես չեմ Ես նորից եմ պատասխանատվության առումով մարդկանց կյանքերի վրա ազդեցություն ունենա։ Եթե դրանք չկա, ես մնացածը չեմ ելել։ Համատեղ փորձում ենք խոսել, դա անդրումելի չի։ Ես լսեցի ձեզ, բազմից ես մեկ վարքան նստեք ագերի բաղի մասնակիցներ։ Կողմը և մեղադրանքի կողմը և պաշտպանական կողմը զրկված չեն ապացույցների ծավալի հետ կապված ես դիրքորոշումները հայտնելու և ապացույցներ ներկայացնելու։ Խնդրեմ այն ծավալով, որը որ դուք գտնում եք անհրաժեշտ կներկայացնեք, ես համբերատար կլսեմ և մեղադրանքի կողմին, և պաշտպանական կողմին։ Այս պայծրությամբ մեղադրանքի կողմի դատարանը լսեց, բայց դատարանի կողմից մահանջել ամեն ինչի։
Այդ պահանջի կատարման համար մեղադրանքի կողմին նաև ժամանակ տրամադրվեց, որպեսզի ներկայացնի։ Ինչ վերաբերում է փոխհատուցության մյուս հարցերի կապված, բնականաբար դուք որպես պաշտպանական եւ ձեր պաշտպանները կամ պաշտպանած եւ մեղադրանքի կողմը հնարավորություն ունենք այդ մասին ասել, եթե այդպիսին կա, եթե այդպիսին չկա, բնականաբար նշեք, որ չկա։ Այստեղ տեսեք խնդրել, այստեղ քաղաքական ամբողջի, սա դատարան է, այստեղ արտահայտություն է իրականացում, որից եմ սա քաղաքական ամբողջ չէ, չկամով ես արկալից դինեմ մորորին դրանում, բայց սա իրականություն, սա քաղաքական ամբողջի ես գիտեմ ձեր մտակությունները հասկացեք, որտեղ մեղադրանքի կողմին ներկայացնի հասկանալ մեկ վարդան կներեք, ես ապրիորի արտահայտում բոլոր տեքստերը ամեն ինչ սարքված, կեղծված, ներդրված են հայտարարում եմ ապրիոր եւ այս կետից սկսած ոչ մի բան չեմ ըլի ես լսեցի ձեզ դուք լսել եք չէ ինչ-որ ասում եք ես չեմ հետազոտել եմ այդ ապացույցը, որքանով է վերաբերելի, որքանով է թույլատրելի, այդ ամենը ես լսել